Բարև ձեզ, հարգելի ակնդիրներ, վերսկսում ենք մեր միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք հաղորդաշարը։ Ասում եմ վերսկսում ենք, որովհետև ամիսներ շարունակ ես բացակայել եմ երկրից, այդ պատճառով ընդհատվել էր, ինչպես նաև գիտեք հիմա շատ մշտազբաղ ժամանակաշրջան է, բոլորը զբաղված են։ Բայց ես որոշեցի վերսկսել, որովհետև շատ կարևոր եմ համարում այս ձևաչափը հաղորդումների, այն է փաստաթղթերի հիման վրա ցույց տալ, բացահայտել իրավական, քաղաքական իրողությունները։ Մասնավորապես ես այսօր պիտի խոսեմ այս վերնագրով մի կարևոր թեմայի շուրջ, այն է ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ ճակերտների մեջ ուշադրություն դարձնեք էժան քարոզչություն թե իրական քաղաքականություն։ Ինչու է էժան քարոզչությունը ճակերտների մեջ, որտեվ սա ուղղակի մեջբերում է պարոն Արեգ Քոչինյանի ասուլիսում արտահայտած մտքի, որտեղ ինքը ասում է. մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում, իսկ այդ ամբողջ խոսույթը եւ ես գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց։ Նա ասել է ապրիլի 13-ին։ Ինչի մասին է խոսքը, որն է այդ իր բնութագրմամբ էժան քարոզչությունը։ Դա այն է, որ տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում նաև ես, բազմիցս նշել ենք, որ ադրբեջանցիները նպատակ ունեն 300,000 ադրբեջանցի տեղափոխել, բերել, իբր վերադարձնել Հայաստան։ Ասեմ, որ Արեգ Քոչինյանը այն խմբի ղեկավարն էր 20 հոգյանոց, որ վերջերս ապրիլ 11-12-ին գնաց Բաքու, Գաբալա, ավելի ճիշտ, եւ Գաբալայում այնտեղ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունների հաշտեցման ինչ-որ գործընթացի մեջ են, խաղաղության կամուրջ եւ այլն։ Ես չեմ անդրադառնա այդ նախաձեռնությանը, դա ուրիշ հարց է, միգուցե ուրիշ առիթով, որտեղ պարզ ասած ես չեմ հավատում նման նախաձեռնությունների առաջին հերթին ազնվությանն ու անկեղծության Ադրբեջանի կողմից, չեմ հավատում դրա արդյունավետությանը, բայց դա գործընթացա թող զբաղվեն։ Պարզապես քանի որ ինքը կոչել է էժան քարոզչություն, այս կարևորագույն հարցը, կրկնում եմ 300,000 ադրբեջանցիների ճակերտների մեջ վերադարձի հարցը, ես հիմա փաստերով միջազգային համաժողովների, պաշտոնական ելույթների 1-2 հարցերով, հղումներով դա կփորձեմ հերքել եւ ապացուցել։ Հիմա անդրադառնանք առաջին հերթին այս փաստաթղթին, դա Ստամբուլի հռչակագիրն է, որը տեղի ունեցել Ստամբուլի համաժողովը 21-22 հունիսի 25 թվական։ Դուք տեսնում եք, որ այսինքն բավականին թարմ ժամանակահատված է։ Ստամբուլի հռչակագիրը ընդունվել էր Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ Այս կազմակերպության մասին է խոսքը։ Սա ամենամեծ իսլամական կազմակերպությունն է, կարող եք այստեղ կարդալ այդ կազմակերպության նպատակների մասին եւ այլն, չեմ մանրամասնում, պարզապես մի քանի տվյալներ ասեմ, որ այն միավորում է իր շարքերում 57 երկիր, սրանք մուսուլմանական երկրներն են կամ երկրներ, որոնց մեջ մեծ թվով մուսուլմանական համայնքներ կա, թեև զուտ մուսուլմանական երկրները 49 են։ Եստեղ դրանց քարտեզների մի մասն է ես բերել եմ, որպեսզի դուք ավելի ակնառուտ կերպով տեսնեք ովքեր են։ Բնականաբար Ադրբեջանն է, որ կողմ է քվեարկել, կկարդամ ինչին, այսինքն ադրբեջանցիների վերադարձին, սա ճակերտավոր արևմտյան Ադրբեջան։ Դրանց մեջ է շատերի սիրելի Իրանը, ինչպես միշտ Հայաստանի դեմ է քվեարկել, դե Թուրքիան այսպես թե այնպես հասկանալի է, որ Հայաստանի դեմ էր քվեարկելու, այստեղ ես ուզում եմ տեսնել Սիրիան, նոր Սիրիան, ճակերտավոր նորը իհարկե, Պաղեստինը, որ շատերը լաց են լինում այդ Պաղեստինին, որ վայ ինչ է եղել, այդ Պաղեստինը քվեարկել է, որպեսզի այդ ադրբեջանցիները վերադառնան ճակերտավոր արևմտյան Ադրբեջան։ Եվ այստեղ ես նշել եմ առանձին Ղազախստանը ներքևի աչանկյունում, ինչու, որովհետև գիտեք, հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուզում է մեր երկաթուղին տալ նրանց կառավարման եւ նաեւ այստեղ կա Լիբանանը, թեև Լիբանը դասական իսլամական երկիր չի, բայց այնուհանդերձ
Ես առանձնացրեցի սրանք։ Հիմա սա այդ 20-րդ պարբերությունն է, հոդվածն է Ստամբուլի հռչակագրի, կրկնում եմ, այս տարի հունիսին ընդունված։ Ես սա տեքստն է, բնագիրով ես դրել եմ երկուսն էլ, ես հիմա կսկսեմ կարդալ հայերենը եւ դուք ինքներդ տեսեք, թե արդյոք սա զուտ քարոզչություն է, թե իրական քաղաքականության իրական քայլեր։ 26-րդ հոդվածը կներեք, 26-րդ հոդվածն է, որն ասում է. խորը մտահոգություն է հայտնում ներկայիս Հայաստանի տարածքից 100 հազարավոր ադրբեջանցիների հարկադրաբար եւ համակարգված արտաքսման ճակատագրի վերաբերյալ։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք 100 հազարավոր, այո չի ասում 300,000, բայց այդ 300,000-ը նվազագույն թիվն է, որ իրենց մեջ քննարկում է եւ տեղեր կա, հետո կտեսնեք ասում են, ուրեմն 100 հազարավոր հարկադրաբար եւ համակարգված արտաքսման, այսինքն համակարգված իբր եղել է պետական քաղաքականություն եւ դատապարտում է այնտեղ իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը եւ յուրացումը։ Պատկերացնում եք, ուրեմն մենք, այսինքն դատապարտել ենք, հետաքրքիր ներկայիս Հայաստանի տարածքում է ձևա գրած, չի գրած է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն իրենք անգամ չեն ուզում ճանաչեն որպես այդպիսին։ Հետո ներկայիս Հայաստանի տարածք է, այսինքն առանց որևէ կարգավիճակի գնահատականներ եւ դատապարտում են մեր կողմից մուսուլմանական, չգիտեմ, ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։ Դրանք համարելով միջազգային իրավունքի լուրջ խախտում, այսինքն մեր կողմից հուշարձանների քանդումն ու յուրացումը լուրջ խախտում է։ Սա ասում է մի երկիր, որը հետևողականորեն մշտապես ոչնչացրել է հայկական ժառանգությունը։ Սկսած, ասենք, Ջուղայի խաչքարերից մինչև այդ Բաքվի հայ եկեղեցիները, Ադրբեջանի եկեղեցիներ եւ այլն։ Հիմա շարունակենք ամենակարևորը, կարևոր պարբերությունը, որ տեսնենք արդյոք միայն դատապարտումը եւ խորը մտահոգություն է հայտնում ներկայիս Հայաստանի տարածքից, կրկնում եմ, մինչև իսկ գրված չի, որ դա իբր թե բանն է, երկիր էլ չի, տարածք է պարզապես։ Ուրեմն շարունակում եմ 26-րդ հոդվածը, ասում է. վերահաստատում է ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների անօտարելի իրավունքները, խաղաղ, ապահով եւ արժանապատիվ վերադարձի, ուզում եմ կրկնել, վերադարձի իրենց ծննդավայրեր համաձայն միջազգային իրավունքի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այդ 57 երկիրը Ադրբեջանի հորդորով, Ադրբեջանի առաջարկով Ստամբուլի հռչակագրի մեջ մտցրել եւ ամրագրել է, այսպես ասած, վերադարձի իրավունքը եւ թիվնել նշել է 100 հազարավոր ադրբեջանցիներ, որոնք համակարգված արտաքսվել են Հայաստանից։ Եվ այստեղ տեսեք, այս բառերը դիվանագիտության մեջ շատ կարևոր են, ասում է խաղաղ, ապահով եւ արժանապատիվ։ Ապով եւ արժանապատիվ, ինչ է եղում արժանապատիվ վերադարձ, սա նշանակում է պարզապես վերադարձ չի, դու իրենց պիտի ապահովես անվտանգությամբ, դու իրենց պիտի ապրելու միջոցներ տրամադրես եւ դու կտեսնեք նաեւ Ալիևը խոսում է իր ելույթների մեջ 150 միլիարդ դոլարի մասին, դրանք անդրադառնանք, այսինքն մարդիկ քաղաքականություն են իրականացնում ամենաբարձր մակարդակով, այսինքն մուսուլմանական երկրները միավորող ամենամեծ կազմակերպությունը նման որոշում ընդունում եւ ոմանք սա կոչում են էժան քարոզչություն, այդպես չէ։ Հիմա շարունակելով 26-րդ հոդվածի մնացած մասը, ափսոսանք է հայտնում Հայաստանի կողմից մերժման կապակցությամբ երկխոսության մեջ մտնելու արևմտյան Ադրբեջանի համայնքի եւ այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների խախտված մարդու իրավունքների վերականգնումը։ Դուք պատկերացնում եք, չէ՞, լկտիության չափը, ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը որպես պետություն չի բանակցում հասարակական կազմակերպության ՀԿ-ի հետ, ինել Սարքովի կեղծ, այսինքն արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ չի բանակցում, այսինքն ցանկացած կոնտակտ, ցանկացած բանակցություն նշանակում է Հայաստանը ուրեմն ճանաչում է, որ գոյություն ունի արևմտյան Ադրբեջան, որ գոյություն ունի դրա արտաքսված եւ վտարված համայնք։ Իհարկե ոչ, բայց սա քաղաքականությունն է։ Հետո
Այստեղ շատ կարևոր մի մանրամասն կա, որ այդ նույն Ստամբուլի հռչակագրի 33-րդ հոդվածն է ասում, որ ողջունում են 26 թվականին Ադրբեջանում կայանալիք, այսինքն այս տարի պիտի կայանար իսլամական վեաժողովը եւ ակնկալում դրան ներդրում իսլամական աշխարհի միասնության, համերաշխության, համագործակցության խորացման գործում։ Այսինքն Ստամբուլյան հռչակագրով ամրագրվել է, որ հաջորդ համաժողովը տեղի ունենալու Բաքվում։ Իհարկե դա 26 թվականներ նախատեսված, բայց վերջի տվյալներով ես ճշտեցի այն հետաձգվել է 27 թվականի հունիսի 23-24 այդ գագաթաժողովը։ Հիմա պատճառները պարզ չի, միգուցե ուզում են տեսնեն Հայաստանում ինչ կլինի ընտրությունները, մի քիչ էլ դրա շուրջ ոնց որ ասած մտածեն նոր քայլեր, բայց այնուհանդերձ վստահեցնում եմ, չէ, որ Բաքվում եթե կայանա իսլամական համաժողովը, դա հստակ էլի լինելու է հակահայկական իր բոլոր դրսևորումներով։ Բացի դրանից, այսինքն Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության երկրների կազմակերպությունը հենց նույն Ադրբեջանի հորդորով միջնորդությամբ ջանքերի շնորհիվ ընդունել է նաև 5 բանաձև, խնդրեմ ցույց տվեք այդ բանաձևերը, սա անգլերենն է, անունները, եւ սա էլ հայերեն է, որ կարդաք, հայերենին ես կանդրադառնամ, իհարկե չեմ գնա հերթով բոլորը, որտեղ շատ ժամանակ կխլի մանրամասներին, բայց ուղղակի վերնագրերից ինքներդ եւս կհասկանաք։ Ուրեմն Ստամբուլի հռչակագրի հետ մեկտեղ ընդունվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված 5 բանաձև եւս։ Առաջին ներկայիս Հայաստանի տարածքից հարկադրաբար եւ համակարգված կերպով արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Ուրեմն ի լրումն 26-րդ հոդվածի առանձին բանաձևը ընդունվել։ Հաջորդը համերաշխություն 1992 թվականի Խոջալույի ջարդերի զոհերի հետ։ Խոջալույի ջարդեր, ճիշտ է, այստեղ ցեղասպանություն չի անվանված, բայց ամեն դեպքում Խոջալույի իրենց համերաշխություն են հայտնում։ Ես ուզում եմ կրկնեմ, այս համերաշխության հայտնողների մեջ դա նույն Իրանն է, Ղազախստանն է, Սիրիան է, Պաղեստինը եւ այս երկրները, որոնց համար, չգիտեմ, հայերը ոնց որ ասած դոշ տված պաշտպանում են եւ այլն։ Մի ուրիշ երկիր լիներ նման որոշ բանաձևերի համաձայնություն տար կճռեք, չէ՞, մեջտեղից։ Հիմա երրորդ բանաձև, որ ընդունվում է, Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացում։ Տեսեք, առանձին բանաձև, որը ամրագրում է Հայաստանի ագրեսիան եւ հետևանքների վերացում։ Այսինքն ամրագրել ագրեսիան նշանակում է ագրեսորը պիտի պատասխանատվության ենթարկվի եւ վստահեցնում եմ ձեզ այնտեղ հենց ֆինանսական ատուցումների մասին է խոսքը գնում եւ այլ, որ դու ագրեսիա ես կի։ Դե Նիկոլ Փաշինյանը դա ըստեյության ընդունել է, ճանաչելով Լեռնային Ղարաբաղը կամ Ղարաբաղը ընդհանրապես Ադրբեջանի կազմում եւ ճանաչելով նաեւ մեր հայաստանյան զորքերի արկայությունը այնտեղ, ցավոք սրտի նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջի ղեկավարությունը այսպես կոչված լուծարման փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կետ ընդունեց, որ Հայաստանի իր զորքերը դուրս պիտի բերի Լեռնային Ղարաբաղից։ Իրանք հասկանում են ինչ են արել։ Իրենք Հայաստանի դեմ փաստաթուղթ են տվել Ադրբեջանին եւ այս կետերից մեկը հենց դա է լինելու։ Եվ իրենք արդեն դատավարությունները սկսել են մեր դեմ։ Մյուս 4-րդ բանաձևը, որ ընդունվել է, դա տնտեսական օգնություն Ադրբեջանի Հանրապետությանը եւ 5-րդը Ադրբեջանի Հանրապետության տարածքներում Հայաստանի Հանրապետության ագրեսիայի արդյունքում իսլամական պատմամշակութային հուշարձանների եւ ժառանգության ոչնչացման ու պղծման մասին։ Ուրեմն իսլամական համագործակցության կազմակերպությունը ընդունել է առանձին նաեւ բանաձև, որ մենք այդ տարածքում, այսինքն իրենք ինչպես ասում են օկուպացված տարածքում պղծել ենք իսլամական ժառանգության հուշարձանները եւ ոչնչացրել դրանք։ Հիմա սա զուտ քարոզչություն է, էժան քարոզչություն է, թե հստակ քաղաքականություն է մեր դեմ։ Դե լավ, տնենք մյուս հարցերը, այսինքն կարող ասեք դա առաջի հետ կապ չունի, այսինքն գաղթականների վերադարձի, բայց առաջի բանաձևը ուզում եմ հիշեցնել ձեզ, եւ 26-րդ հոդվածը հռչակագրի եւ այս առաջի բանաձևը նորից եմ կարդում վերնագիրը ներկայիս Հայաստանի տարածքից հարկադրաբար եւ համակարգված կերպով արտաքսված ադրբեջանցի վերադարձի իրավունքի մասին։
իսկ հռչակագրի մեջ իր գրած 100,000-ավոր ադրբեջանցիներ։ Հիմա դա հունիսին էր, նախ անցյալ տարվա հունիսի 21-22-ին։ Շատ չանցած հուլիսի 4-ին մեկ այլ իսլամական թուրքական կազմակերպություն, որը տնտեսական Economic Cooperation Organization-ը կոչվում, տնտեսական համագործակցությունն է, իրենք ընդունել են մեկ այլ բանաձև, որտեղ հիմա դուք կկարդաք, թե ինչ են իրենք ընդունել։ Նախ ասեմ, որ այս կազմակերպությունը միավորում է 10 երկիր իր մեջ, որի հիմնադիրները եղել են 85 թվականին Իրանը, Պակիստանը եւ Թուրքիան, հետագայում նրան միացել են Աղվանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Qirgizistan Հանրապետությունը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը։ Չէ՞։ Էլի ուզում եմ Ղազախստանը առանձին դեղինով եմ նշել, որպեսզի բոլորիս համար պարզ լինի։ Դա է Ղազախստանն է, որին ուզում են վստահել Հայաստանի երկաթուղու կառավարումը։ Իհարկե ռուսների շատ վատ են կառավարել։ Ռուսների ձեռից դա պետք է վերցնել։ Եվ այս առաջիններից մեկն եմ եղել, որ 18-19 թվականին բազմաթիվ հաղորդումներով հանդես եմ եկել, կարելի է մտնել եւ տեսնել։ Եվ հսկայական աշխատանք եմ արել այդ ուղղությամբ, որը իշխանությունների անգործության պատճառով արդյունք չտվեց։ Բայց եթե պիտի հանձնես ինչ-որ մեկին կառավարման, չկան ուրիշ երկրներ, օրինակ ճիշտ է, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չեն հանձնել ուրիշներին, բայց այսինքն համագործակցում են կառավարման առումով, մեկը Գերմանիայի, մյուսը Շվեյցարիայի հետ։ Այդ ղազախները այդ որ օրվանից այդպես երկաթուղի կառավարող եղան, որ իրենց պիտի տան։ Եվ էլի տրամաբանությունը, ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռուսների համար ավելի ընդունելի լինի, չհասկացանք, մենք մեր երկիրը տալիս ենք ուրիշին կառավարման ռուսների համար ընդունելի լինելու համար։ Այստեղ հիմա էլ էս քարտեզն է, որ պատկերացնեք այդ 10 երկրները եւ էլի ուշադրություն դարձրեք Հարավային Կովկասը, Հայաստանը, որ կա այդ փոքր սևը, իսկ այս իրենց համար սա խոչընդոտ է եւ դատարկություն է, որը պիտի լցնեն թուրքական աշխարհով։ Հիմա այս կազմակերպությունը, որ տեղի ունեցավ, այնտեղ Ալիևը բնականաբար ելույթ ունեցավ եւ իր ելույթում անդրադարձավ մի մեծ մանրամասների մեջ չեմ գնա, ովքեր ուզում են ավելի մանրամասն կարդալ, կարող են կանգնեցնել եւ կարդալ այս պատկերը, ես ուղղակի նշեմ մի քանի ձևակերպումներ, որ Ալիևը պաշտոնապես օգտագործել է։ Հայաստանի օկուպացիայից ազատագրված հողեր, խոսքը դրա մասին է, այսինքն պատկերացնում եք։ Հետո էլի խոսում է, այսինքն ազատագրված Ղարաբաղի եւ Արևելյան Զանգեզուրի տարածքներում։ Արևելյան Զանգեզուր, իսկ Արևմտյան այդ գիտեք, արդեն ինքը բուն Զանգեզուրն է համարում։ Հայաստանը մոտ 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքի գրեթե 20%-ը, իրականացնելով էթնիկ զտում, սա հանցագործություն էթնիկ զտում, շեշտեմ, եւ հայրենի հողերից արտաքսելով ավելի քան 1 միլիոն մեր հայրենակիցներ։ Այսինքն իր ասելով, այն 12,000 քառակուսի կիլոմետրը, որ Լեռնային Ղարաբաղը կամ հայերը վերահսկում են, այնտեղ միլիոն մարդ է ապրել։ Ձեռ առնում։ Իսկ գիտեք ինչ հետևանք, որտեղ որ իրանք անդադ խոսում էին միլիոն գաղթականի մասին, հայերը չէին հակադարձում։ Թվերը կա, բոլոր թվերը մեկ առ մեկ կան, այդտեղ անգամ այդ դրա կեսը չկա բնակչության, օրինակ 1 միլիոն, էլ չեմ ասում իրենց հողերը եւ այլն, եւ իրենք են նախաձեռնել նախարարցակ լինելը։ Հա, դե բնականաբար իր տեքստում ինքը շարունակում է, խոսում է 44 օրյա հայրենական պատերազմի մասին, այս բոլորը դեղինով է այդտեղ, որ ընթացքում Ադրբեջանը հաղթանակ տոնեց մարտադաշտում, ազատագրելով ավելի քան 300 քաղաք եւ գյուղ։ Հայաստանը ստիպված է ստորագրել կապիտուլյացիայի ակտը 20 թվականի նոյեմբերի 10-ին։ Սա էլի բոլոր նրանց, որ ասում են չէ, կապիտուլյացիա չի, պատասխանեք, մարդը ասել է, որ կապիտուլյացիայի ակտ եք ստորագրել պաշտոնական ելույթում։ Իլհամ Ալիևն ասե, լրագրող չի ասե, վերլուծաբան չի ասե, ասեք, որ դուք սուտ եք ասում, սա կապիտուլյացիոն ակտ չի, չգիտեմ, խաղաղության, ինչ որ պայմանագրի նախօրինակ եւ այլն։ Կապիտուլյացիոն մարդը շատ պարզ ասում է։ Հիմա էլի մեղադրանքները սա շատ կարևոր է։ Ես հիմա կանդրադառնամ իհարկե բուն հարցին, դա թվի մասին է,
իրենց իբր կորուստների եւ գաղթականների, բայց սրանք շատ կարեւոր են հասկանալու, թե իրանք իրենց պահանջները ուր են տանում։ Մասնավորապես, այստեղ խոսում է Հայաստանը ոչնչացրել էր 67 մզկիթներից 65-ը։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին է խոսքը, որտեղ հասկանում եք, եւ ուշադրություն դարձրեք, մեղադրանքը ուղիղ Հայաստանի մասին է, չի ասում հայերը, չի ասում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը կամ դե լավ հանրապետություն չենք ընդունում, ինքնաառչակ հանրապետ, չէ, Հայաստանը ոչնչացրել էր իբր 67 մզկիթից 65-ը։ Իդեպ ասեմ, որ ըստ ադրբեջանական էլի քարոզչության իբր սովետական Հայաստանի տարածքում եղել է 267 թե ինչքան մզկիթ, այդ թվերի շուրջ, որ բոլորը մենք ոչնչացրել ենք, ավիրել ենք եւ այլն։ Եվ պահանջում է, հիշում եք, այնտեղ որ գրած է արժանապատիվ վերադարձ։ Այ արժանապատիվ վերադարձ, որը պարոն Արեգ Քոչինյանը ասում է զուտ քարոզչություն է։ Այդ արժանապատիվ վերադարձը պահանջողները պահանջում են նաեւ վերակառուցել այդ 267 մզկիթը Հայաստանում ձեր հարկատուներիդ հաշվին։ Հարկատնա հաշվին, որտեվ դա է արժանապատիվ վերադարձը։ Հիմա շարունակենք, ուրիշ ինչ ասում, դե բնականաբար մեղադրանք է, փշրված շիրմատ խաղրերը գողացվել են, տեղափոխվել են Հայաստան եւ այլն, այս ամբողջը։ Հիմա ամենակարևոր հատվածներից մեկը, որտեվ ես շատ եմ եղել, որ խոսել եմ ոչ միայն գաղթականների մասին, այլ Ադրբեջանի հնչեցրած թվերի մասին Հայաստանից, որ պահանջում է հատուցում, խնդրեմ տեսենք ինչ ասում։ Պետական մարմիններից կազմված հանձնաժողովը միջազգային փորձի եւ օտարերկրյա մասնագետների ներգրավմամբ գնահատել է Ադրբեջանի կրած վնասը գրեթե 150 միլիարդ դոլար։ Ուրեմն պատրաստվեք, սիրելի հայրենակիցներ, առնվազն այդքան մուծվելու Ադրբեջանին։ Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ուրեմն մենք հայտնվեցինք որպես օկուպանտ, ասում օկուպացիա հետևանքով սա է մուծվեք։ Եվ նրանք, ովքեր որ կարծում են հարցը չի վերաբերում միայն այս դեմարկացիա, դելիմիտացիա, չգիտեմ, միայն անգամ վերադարձի իրավունքի հարց, եթե այդ ամբողջից էլ հրաժարվենք մենք, իրենք շարունակելու են եւ պարզ ասում են ուր են շարունակելու։ Կրկնում եմ, 100 հազարավոր ադրբեջանցիների վերադարձ, հարյուրավոր մզկիթների վերակառուցում, 150 միլիարդ դոլարի առնվազն հատուցումների վճարող։ Պատրաստ եք դա։ Սա է այս քաղաքականության հետևանքը։ Հիմա ասեմ, որ հայ ինքը խոսում է, որ իրականացվում է մեծ վերադարձի ծրագիր, այդ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղ, որ ըստ իրենց տվյալների այստեղ նշած է 50,000, մի տարի առաջ էր, բառացիորեն 2 օր առաջ Ալիևը հայտարարեց, որ 80,000 մարդ արդեն ճակերտավոր վերադարձել է Լեռնային Ղարաբաղ եւ արևելյան Զանգեզուր։ Արևմտյանը իրենք մտածում են, որ դեռ չեն ազատագրել բանը։ Դե հիմա եւ այդ հուլիսի 4-ին ինքը անդրադարձավ իմ քննարկած բանին, Ստամբուլի համաժողովին եւ ասում եմ մենք բարձր են գնահատում իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի Ստամբուլում անցած ամիս միաձայն ընդունված բանաձևը, որն հաստատում է ադրբեջանցիների տեղահանված անդրանց վերադարձի իրավունքը։ Հարց. հիմա սա էժան քարոզչություն է, այդ վերադարձի իրավունքը ամրագրված իսլամական ամենամեծ կազմակերպության 2 փաստաթղթում եւ վերահաստատված Իլհամ Ալիևի կողմից։ Այստեղ էլի հիմա անդրադառնամ այս կազմակերպությանը, ժամանակի սղությամբ չեմ մանրամասնի շատ, սա Ադրբեջան, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայն կոչվող կազմակերպությունն է, որը ստեղծվել է Իլհամ Ալիևի կողմից, պետության կողմից եւ ֆինանսավորվում է։ Այս նկարում դուք կենտրոնում տեսնում եք հենց Ալիևին, հետևի շենքը այդ շենքն է, որը միլիոնավոր դոլարներ է ստանում, առանձին հեռուստատեսություն ունի,
եւ սա պետական քաղաքականություն, արդյոք այս պետական քաղաքականությունը մեր դեմ էժան քարոզչություն է, թե շատ վտանգավոր հեռագնա քաղաքականություն։ Նաեւ իրենք ընդունել են այդ կազմակերպությունը, որը պետության կողմից մեծ վերադարձի դեպի արևմտյան Ադրբեջան այդ հայեցակարգը, որտեղ հստակ գրվում է սա արդեն 2022 թվականից ի վեր գործում է եւ իրենք մարդիկ հստակորեն խոսում են 89 թվականից սա գործել է իբրես կազմակերպությունը, որը վերանվանվել է այլ անունով եւ այլն, այսինքն եւ այդ գաղթականներ աճել են գրում են 88 թվականներին։ Մեկ այլ իսլամական կազմակերպություն դրանից առաջ որ տեղեր ունեցել 24-ի դեկտեմբերի 5-ից 6-ին էլի եւ այդ կազմակերպությունը կազմակերպել է մի առանձին համաժողով The Right to Return Advancing Justice for Azerbaijan is expelled from Armenia Այսինքն, այստեղ թարգմանությունը վերադարձի իրավունք Հայաստանից վտարված ադրբեջանցիների համար արդարության առաջ մղում։ Այսինքն առանձին միջազգային համաժողովներ են իրականացնում, սա 24 թվականի դեկտեմբերի 5-ին է եւ լիքը նման բաներ։ Եվ իրենց հենց փաստաթղթերից մեկը, եթե վերջը կարդաք, ադրբեջանցիները հարկադրաբար դուրս են մղվել ներկայիս Հայաստանի տարածքից, էլի հետաքրքիր է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունից, ոչ թե սովետական Հայաստանի ներկայիս Հայաստանի տարածքից, ընդհանրապես դա տարածք է, եւ ձգտում են վերադառնալ իրենց պատմական հողերը, ձգտում են վերադառնալ, ասենք քարոզչություն չի։ Ավելին ասեմ ձեզ, իրենք 23 թվականին գլխավոր ասամբլեայում փաստաթուղթ էին տարածել հենց այդ համայնքի անունից, որտեղ հստակորեն խոսվում է այն որ 30 տարի օկուպացել են, այն որ հազարավոր սպանվել են, 30,000-ի մոտ սպանվել է 10,000 տասնյակ հազարներ եւ ավելի քան դերինով նշված է 200,000 ադրբեջանցիներ արտաքսվել են իրենց պատմական հայրենիքից Հայաստանից Այսինքն սա այլ հիմա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում 7 դեկտեմբեր 2023 թվական այսինքն տարածվել է այդտեղ փաստաթղթի համարն էլ այստեղ տեսնում եք կարող եք կարդալ եւ այլն սա էլ է էժան քարոզչություն իհարկե ոչ ես չեմ կարծում ՄԱԿ-ը էժան քարոզչության զբաղվում ավելին ասեմ ՄԱԿ-ի միջազգային դատարանը ունի փաստաթուղթ ընդունված, այսինքն հայց են վերցրել նոյեմբեր 12-ին 24 թվականին, որը խոսում է այն մասին, որ պիտի նպաստեն եւ ադրբեջանցիների գաղթականների վերադարձին to their homes in Armenia, իրենց տները Հայաստան, իրենց տները Հայաստան պիտի նպաստեն Սա էլ միջազգային դատարան ներկայացած հայցն է եւ այնտեղ քննարկումները եւ այլն։ Չեմ կարծում որ սա էժան քարոզչություն է։ Գուցե սա է քարոզչություն, որ օրերս Ադրբեջանում տեղի ունեցավ հերթական արևմտյան Ադրբեջանին նվիրված ցուցահանդեսը, բան քարոզչություն է, բայց հաստատ էժան քարոզչություն չի։ Մեր վրա շատ թանկանստելու։ Եվ նրանք ովքեր հանուն, չգիտեմ ինչի կեղծում են իրականությունը եւ փակում են ժողովրդից այս վտանգների արկայությունը լավություն չեն անում, որովհետեւ դու պիտի գիտակցես այդ վտանգը, որսի պատրաստվես նրան։ Վտանգի անտեսում, ինչպես հիվանդության անտեսումը չի բուժում, չի ապակինում, այլ ավելի է խորացնում եւ մեր չպատասխանը հենց բերում է դրան։ Այնպես որ այս կանը ես ձեզ տվեցի փաստերը Փաստաթղթերը մնացած դատողությունները թողնում եմ ձեզ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։